Բարի լույս սիրելի հեռուստադիտողները, այսօր սեպտեմբերի 25-ն է, օրը 5 շաբթի, եւս մեկ աշխատանքային շաբաթ ենք միասին անցկացնում, հագեցած օրերը հաջորդվում են մեկը մյուսին, իսկ սեպտեմբերին մնացին հաշված օրեր։ Այո, սեպտեմբերը մոտենում է ավարտին, հոկտեմբերը կսկսվի, դա շատ լավ է, էլի նոր նորություններ, ու ասեմ, որ անհավանական է թվում, բայց շատ շուտով, որ ասելու ենք տարին է ավարտվում, հասկանում ես, նորից անցնելու ենք ամանորյա Երուսաղեմ, բայց դրա մասին ամեն բան իր ժամանակին, ինչևէ, իսկապես ժամանակը շատ արագ է անցնում, բայց պետք է այդ ընթացքում հասցնել անդրադառնալ ամեն ինչին։ Այո, հետաքրքիր նորություններին, որոնք կատարվում են մեր քաղաքում, մեր երկրում, ու կարծես այս շաբաթ շարունակելու ենք ջերմանալ, աշնան արևը իսկապես, այո, աշնան արևը իսկապես շատ հաճելի է, հուսանք մի փոքր երկար այն մենք կվայելենք, որովհետև օդի ջերմաստիճանը բարձրանալու է 2-ից 4 աստիճան։ Վաու, ընտիր։ Արևից ջերմացած էլ շարունակենք մեր եթերը ու այս բանին խոսենք գեղեցիկի մասին։ Սիրով ներկայացնենք մեր գործընկերոջը։ Յուրաքանչյուր կին ցանկանում է մշտապես ունենալ խնամված, գեղեցիկ եւ երիտասարդ մաշկ։ Ռուտինը բժիշկ Սիրուն Մինասի եւ նրա թիմի կողմից ստեղծված ամենօրյա խնամքի ապրանքանիշ է, որի շնորհիվ առավոտյան ինքնախնամքը վերածվում է հաճելի արարողության եւ ապահովում մաշկի բնական փայլը ու առողջ տեսքը ամբողջ օրվա ընթացքում։ Ռուտին BBSP 30 քսուկն իր մեջ ամբողջացնում է մաշկի խնամքը, պաշտպանությունն ու նուրբ ծածկույթը։ Հիանալի տարբերակ է զբաղված առավոտների համար եւ միանգամից լուծում է մի քանի խնդիր, պարունակելով նիացինամիդ, վիտամին C եւ E, ունի միատոն երանգ, խոնավեցնող ազդեցություն եւ նաեւ լայն սպեկտրի պաշտպանություն SPF 30։ Ռուտին BBSP 30-ն ունի 3 հարմարվող երանգ, չթողնելով ոչ մի սպիտակ հետք, ոչ մի ծանրություն մաշկին, հաղորդելով միայն հավասար տոն եւ բնական փայլ։ Սա նշանակում է, որ քսուկն հարմարվում է ձեր մաշկին առանց ճարպոտ փայլի, առանց ծանր շերտի։ Այո, այն եւ խնամքի եւ կոսմետիկ հրաշալի միջոց է, ինչն էլ ապահովում է մաշկի առողջ փայլը ամբողջ օրվա ընթացքում։ Փայլ է եղեք փայլուն, ինչպես իմ գոլեգաներն են փայլում եւ առասարակ բարի լույսի ամբողջ թիմը։ Եվ այսօր մենք հագեցած եւ հյուրաշատ եթեր ենք ունենալու, հասցնելու ենք զրուցել տարբեր թեմաների շուրջ, վաղը կմեկնարկի Արևորթի միջազգային բնապահպանական փառատոնը, կխոսենք դասատու հարթակի մասին, կհյուրընկալենք տաղանդավոր դերասանուհի ռեժիսոր Նորա Արմանին եւ հասցնելու ենք նաեւ անդրադառնալ կարատեի, այո, ճապոնական շոտոկան կարատեի աշխարհի առաջնությանը, այո, բայց մինչ այդ ամենին անդրադառնալը պատմենք մեր քաղցր գործընկերոջ մասին, ինչպես իմ գոլեգաներն են։ Սիրով ներկայացնում ենք մեր գործընկերոջը Ժակո հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի եւ նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչեւ հատնտիր շոկոլադի բազմազան տեսականի, բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իսկական էներգիայի աղբյուր Drive Վկուսան, գետնանուշի, փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ եւ բոլորի սիրելի քվեստը՝ նուգա, կարամել եւ շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ լավ տրամադրություն ամբողջ օրվա ընթացքում։ Ընտրեք ձեր սիրելի համը, վայելեք ամեն պահը։ Այո, այսպիսի հրաշալի գործընկերներ ունենք, որոնց մենք ամեն օր չենք զլանում անդրադառնալ եւ պատմել նրանց մասին։ Իմ մասին էլ չէ՞ ասում նույն կերպ։ Իհարկե, ես Եթերից հետո անդրադառնում ես իմ մասին նույն կերպ, չէ՞ լի։ Այո։ Ահա, շատ լավ է։ Հիմա համառոտ այն ամենի մասին խոսենք, ինչի շուրջ կզրուցենք մեր հյուրերի հետ։ Նախ կանդրադառնանք սեպտեմբերի 26-ից 30-ը կայանալի Արևորթի միջազգային բանապահպանական 13-րդ փառատոնին, որը կազմակերպվում է 2006 թվականից ի վեր վայրի բնության եւ մշակութային արժեքային պահպանման
հիմնադրամի կողմից։ Այս բացառիկ միջոցառման մասին այսօր մենք կխոսենք մեր հյուրի հետ։ Այո, մեր հյուրերը կպատմեն սրա մասին, այնուհետև մեր հյուրի հետ միասին բացահայտելու ենք դասատու հարթակը, որը ներառում է 600 ուսուցիչ Երևանից եւ Հայաստանի բոլոր մարզերից։ Իսկ աշակերտների աշխարհագրությունն ընդգրկում է 50-ից ավել երկրներ։ Ահա, նաեւ հետաքրքիր մասնագիտացված մաթեմատիկական դպրոցի մասին ենք զրուցելու, որը 3 տարի է առցանց ուսուցմամբ հաջողություն է տարածում Միացյալ Նահանգներում, սա հրաշալի է։ Նաեւ տաղավարում մենք հյուրընկալենք հայտնի դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր Նորա Արմանին, ով կլինի եւ հանդես կգա իր հետաքրքիր նորություններով, հետաքրքիր նախագծերի եւ ֆիլմերի նկարահանումների մասին ենք այսօր խոսելու մի խոսքով հրաշալի, այո, տարբեր թեմաներ ենք իրոք այսօր արձարծելու մեր եթերում, մեկը մյուսի հետ կապ չունեցող, բայց միևնույն է շատ հետաքրքիր։ Ու ինչքան լավ է, որ ամեն առավոտ հենց մենք ենք սրա մասին խոսում։ Ասա։ Այո, մի փոքր այսօր ես էգոիստ եմ եւ շատ եմ խոսում մեր մասին, որովհետեւ այսօր ես գրում եմ մի շապիկ, որի վրա էլի նկարված եմ ես, սա երեք ինձ նվիրել է մի հրաշալի անձնավորություն ներկայացումից հետո ես այսօր առավոտյան ինչ օրը սկսել ենք ավետը խոսում է այս իր վերնաշապիկից, բայց մենք ավելի կարևոր թեմաներ ունենք, քան քո վերնաշապիկն։ Այնուհետև մենք կտեղափոխվենք մարզաշխարհ եւ կանդրադառնանք ճապոնական շոտական կարատեի աշխարհի առաջնությանը, որը կկայանա սեպտեմբերի 27-ից 3-ը։ Խոշորփրանով տեսնում եք իմ գեղեցիկ վերնաշապիկը։ Շատ շնորհակալ եմ մեր ռեժիսորին, որ ցուցադրեց այն բոլորի համար։ Մեր մարզիկները Լիլ, փաստորեն, եւս մասնակցելու են այս առաջնությանը։ Իսկ մեկնելուց առաջ հետաքրքիր զրույց կունենանք հենց նրանց հետ, ովքեր հենց կլինեն մեր տաղավարում։ Հետաքրքիր զրույցների ընթացքում մենք իհարկե կթերթենք մեր մշտական էջերը, կանդրադառնանք մեր գեղեցկուհի գործընկերոջը Սաթին, որ հասկանանք, թե այսօր մեզ համար ինչ է պատրաստելու եւ մնացած մշտական էջերին ենք անդրադառնալու։ Որ այսօր խոհանոցում շատ համեղ բաղադրատոմսեր են առաջարկելու, որովհետեւ այսօր Սաթը միայնակ է, իսկ թե ինչ մթերքներ են անհրաժեշտ կիմանանք քիչ անց։ Եվ միջ Սաթին ողջունել ներկայացնենք մեր մյուս հրաշալի գործընկերոջը, մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաեւ Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար։ Այո, բոլորի համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ, ու ասեմ, որ վերջերս շուկայում հայտնվել է նաև Աթենքի հավի նագետների բազմազան տեսականի եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից ու հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար մեր հրաշալի գործընկեր Աթենքն առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ դասական տարբերակով։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավի նագետները Լիլիթ պատրաստվում են ընդամենը 4-ից 6 րոպեում։ 6 րոպեում Աթենքի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումները անբաժան խորտիկ դարձնելու իմաստիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում ել ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Այս նոտայի վրա հրաշալի ժամանակն է եւ ճիշտ ժամանակն է Սաթին ողջունելու, հասկանալու համար, թե այսօր մենք արդյոք համտեսելու ենք Աթենքի հավի նագետները։ Կասկած չկա անգամ։ Եվ ինչ ենք դրա հետ մեկտեղ համտեսելու։ Սաթ, բարի լույս։ Բարի լույս Լիլիթ, Ավետ, բարի լույս հավատարիմ հեռուստադիտողներ։ Ավետ, ի դեպ ոչ միայն գեղեցիկ է վերնաշապիկը, այլ նաև ակնոցը, որը քեզ շատ սազում է։ Ու ձեր այսօրվա գունային գաման շատ համահունչ է եւ տրամադրությունը իհարկե վստահ եմ փոխանցվեց հեռուստադիտողներին։ Մեկ անգամ եւս ասենք բարի լույս հեռուստադիտողների եւ շնորհակալություն, որ նրանք իրենց օրը սկսում են մեզ հետ։ Այո, իսկ ես առաջարկում եմ համեղ հետաքրքիր բաղադրատոմսեր, ոչ միայն գեղեցիկ, ոչ միայն համեղ, նաև օգտակար, որը օգտվում է մեր մազերը գեղեցիկ լինեն, մեր եղունգները, մեր մաշկը, որովհետև այստեղ ունենք աղացած միս, որը արդեն հասրել եմ ես, դասական բաղադրատոմսում հարկավոր է
տոմատի մածուկ, բայց ես տնական լեչոյով եմ պատրաստել, որը անզուգական է, անփոխարինելի է։ Մեր գործընկերներից մեկի մայրիկն էր պատրաստել, բերել էր եւ շատ համեղ է։ Եթե դուք ունեք տանը տնական լեչո, ձեր ձեռքով պատրաստած, եկեք այդպես անենք։ Պատրաստենք անպայման տոմատի մածուկի փոխարեն լեչոյով։ Եվ իրականում այսքան ստացվեց կես կիլոգրամ աղացած միս։ Կարող եմ ասել նույնիսկ 450 գրամ լեչո, համեմունքներ, սեր եւ աղացած տավարի միս, որը տեղավորել եմ սմբուկի մեջ։ Իսկ սմբուկը 1 սանտիմետր գուցե ավելի բարակ շերտով ես կտրատելու եմ։ Այնուհետև աղացած միսը, որը շատ արագ է պատրաստվելու սմբուկի հետ միասին, տեղափոխելու ենք ջեռոց, բայց մենք հակաօքսիդանտներով հարուստ լոլիկ ունենք, որը ես խաչաձև վերևի մասից կտրատել եմ, դրել եմ, որպեսզի կեղևից հանեմ։ Եռացրած ջուրը վրան լցնում ենք, թողնում ենք մի քանի րոպե, ավելի հեշտ է լինում կեղևից զրկել։ Ես իրականում քերիչով անցկացնելու եմ եւ թողնելու եմ այս ափսեի մեջ։ Հետո սմբուկները շարելու ենք, իսկ վերջում սպիտակուցներով հարուստ մի փոքր դեղնություն ունեցող պանիրն եմ քերիչով անցկացնելու։ Արդեն հասկացաք, չէ՞, ինչքան բալանսավորված սնունդ եմ ձեզ առաջարկում։ Հիշենք նաեւ, որ մեր շատ սիրելի Աթենք առաջարկում է նագետներ, որը գրեթե մենք ամեն օր պատրաստում ենք եւ վայելում ենք։ Տեսականին այս պահին ձեր էկրաններին է, ես սիրով ժպիտով ներկայացնեմ մեր գործընկերոջ կողմից առաջարկված նագետները։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավի նագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք։ Հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենք առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաեւ ունի հավի ձողիկներ դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավի նագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Իրականում կարելի է ասել մեր առավոտը ժամանցով ենք սկսում։ Ինչու՞։ Որովհետև սուրճը կա, ես առաջարկում եմ միշտ, հիմա գաղտնազերծ եմ, Ժակոյի այս տեսակն եմ ես շատ սիրել, կոնֆետով եմ վայելում իմ սուրճը։ Ես բաց կանեմ, կվայելեմ եւ իհարկե սիրով կներկայացնեմ մեր նոր գործընկերոջը Ժակո Հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչև հատնտի շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր, դրայվ վկուսան, ետնանուշի փափուկ, կարամելի, շոկոլադի իդեալական համադրությամբ եւ բոլորի սիրելի կվեստը՝ նուգա կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա, լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք ամեն պահը։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, ինչպես նշեցի, ոչ միայն գեղեցիկ, նաեւ առողջարար նախաճաշ եմ առաջարկում պարզ բաղադրիչներով՝ սմբուկ, լոլիկ, պանիր, տնական լեչո եւ աղացած միս։ Անցնեմ աշխատանքի, խոսքը սիրով փոխանցեմ Ավետին եւ Լիլիթին։ Սատ իրականում չգիտեմ այսօր Ավետի հետ ինչ է կատարվում։ Հյուրերը եկան։ Դե սիրելի հեռուստադիտողներ, այսպիսի հրաշալի եթեր է մեզ բոլորիս սպասվում։ Հիմա կարճատև գոչենք, գովաստ, այնուհետև շարունակենք մեր հրաշալի եթերը։
Բարի լույս բոլորին, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր գերհագեցած եթերը եւ այս պահին ներկայացնենք մեր հյուրին։ Արևորթի միջազգային բնապահպանական 13-րդ փառատոնը այս տարի կկայանա սեպտեմբերի 26-ից 30-ը, ներկայացնելով բնապահպանական ֆիլմերի եւ կրթական մշակութային նախաձեռնություններ։ 2006 թվականից ի վեր այն դարձել է տարածաշրջանի առաջին եւ միակ բնապահպանական փառատոնը, որը հրավիրում է մասնագետների եւ հասարակության լայն շերտերի ուշադրությունը, հիշեցնելով մարդու եւ բնության ներդաշնակ համակեցության կարևորության մասին։ Փառատոնի բոլոր հետաքրքիր մանրամասների մասին կզրուցենք մեր հրաշալի հյուրի հետ։ Տաղավարում է Արևորթի միջազգային բնապահպանական փառատոնի համակարգող Սոնա Քալանթարյանը։ Բարի առավոտ։ Շնորհակալ եմ ընկալվելու համար։ Մենք ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել։ Առաջին հարցը, որը ինձ թվում է կբացի այս թեման, ինչի մասին է փառատոնը, կոնցեպտի մասին մի փոքր ներկայացրեք, նպատակը եւ առաքելությունը։ Շատ բարի, փառատոնը բավականին երկար ճանապարհ է անցել, ինչպես նշեցիք, 2006 թվականից, նպատակն էր հանրությանը իրազեկել բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ Դեռևս 2006 թվականին շատ նման միջոցառումներ չկային եւ գուցե բնապահպանական իրազեկվածությունը շատ ցածր էր եւ կար անհրաժեշտություն ստեղծելու նման մի հարթակ, որտեղ մարդիկ կգտնեն այդտեղ իրազեկվելու համաշխարհային բնապահպանական տենդենսների, խնդիրների վերաբերյալ եւ դրան կապելու նաեւ տեղական խնդիրներին։ Հիմնականում առաքելությունը դա էր ստեղծել հարթակ, որը կնպաստի մտածողության փոփոխություն, որովհետեւ ցանկացած բնապահպանական իրողությունների հիմքում մարդկանց մտածողության փոփոխությունն է։ Տարիներ շարունակ, այո, պահպանվի նաեւ բնությունը, ես վստահ եմ։ Ինչ այս ընթացքում ինչ կարևոր, ինչպես ասեմ, փոփոխություններ, լավ, եկեք այսպես ասեմ, ինչ կարևոր փոփոխություններ եք բերել ձեր փառատոնի միջոցով։ Իրականում ինձ թվում է հենց փառատոնի առաքելությունից ելնելով ամենակարևորն այն է, որ տարեց տարի շատանում են մարդիկ, ովքեր հիշում են, որ դեռևս տարիներ առաջ Արևորթին դա առաջին հարթակն էր բնապահպանության մասին խոսելու իրենց կյանքում։ Շատ երիտասարդներ, փոքր տարիքից աշակերտներ արդեն հասուն մարդիկ լինելով վերադառնում են Արևորթի, հիշում են դրա մասին, հիշում են իրեն շատ հետաքրքիր։ Մեզ անվանման մասին էլ ասեք, ինչպես եք ընտրել անվանումը։ Իրականում անվանումը Այո, շատ են այդպիսի մարդիկ ու դա կարծում շատ մեծ ձեռքբերում է փառատոնի համար։ Հիմնականում մեր տարբերանշաններ դա հայկական հին նշանների եկած արևի եւ մարդու համակեցությունն է եւ մենք բոլորովս արևի տակ, այո, արևի որդիներ ենք, կան այլ կոնոտացիաներ իհարկե բարի, բայց հիմնական իմաստը դա էր, որ մենք բոլորս բնության մի մասն ենք եւ արևի որդիներ ենք եւ պիտի բոլորս էլ հոգ տանենք։ Դե քանի արևը մեզ ջերմացնում է, այո, պիտի հոգ տանենք։ Մի փոքր ֆիլմերի մասին խոսենք, փառատոնային ֆիլմերի մասին, ինչ թեմաներ են ներկայացված ծրագրում այս անգամ։ Այո, ինչպես ձեր նախնական խոսքում նշեցիք, այս տարի փառատոնը ունի համակեցություն մարդկանց եւ բնության մեջ թեման եւ մենք ամեն տարի փոխում ենք այդ թեման։ Օրինակ նախորդ տարի կենսաբազմազանությունն էր, հաջորդ տարի նույնպես դա պիտի լինի կապված ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովի հյուրընկալմամբ Հայաստանում, որի մասին ինձ թվում է շատ առիթներ կլինեն դեռևս խոսելու։ Եվ այս տարի բոլոր ֆիլմերը ինչ որ առումով անդրադառնում են հենց այդ համակեցությանը կամ դրա աղճատմանը, թե ինչպես է մարդկային գործունեությունը ուղղակի վնասել բնությանը եւ մենք դադարել ենք ունենալ այդ ներդաշնակությունը կամ հակառակը ինչպես մեկ մարդ իր օրինակով կկարողանա վերականգնել մի ամբողջ տարածքի համակեցության ներդաշնակությունը եւ այս բոլոր տարբեր անկյուններից փորձում ենք ֆիլմերով դա ուսումնասիրել։ Մարդբնությունը հարաբերությունները իրականում շատ սարսափելի վիճակում են գտնվում եւ ասացի ակամայից շնորհակալություն հայտնել այսպիսի նախաձեռնություններ։ Ես հասկացա իրականում թե որտեղից Սոնային այսքան էներգիա։ Առավոտ 6-ին արթնանում եւ հասցնում ամեն ինչ անել, ասենց հրաշալի միջոցառումներ կազմակերպել, փառատոններ կազմակերպել։ Եթերը սկսելը բարձացինք, որ Սոնան առավոտ 6-ին։ Այո, մանավանդ նախափառատոնյան շրջանում իրականում այլ տարբերակ չկա։ Որպեսզի հասցնենք։ Սոնա, այստեղ մեզ այս նախադասությունը մի փոքր ոգևորեց։ Ոչ թե ոգևորեց, այլ ինչ որ տեղում գցեց մեզ, որտեղ մենք չենք հասկանում, թե ինչ է կատարվում, կենդանիների դիմակահանդես փառատոնի մասին եմ ուզում։ Դա ինչի մասին է դա։ Արդյոք հստակ մենք պատկերացնում ենք։ Շքերթի գաղափարը ինչ նպատակ ունի։ Հարյուրավոր երևանցիներ նաև
տեսնելով շքերթը զարմանում են նախ եւ ավելի մանրամասն եմ մենք այս տարի ավելի քան 400 աշակերտ ունենք տարբեր դպրոցներից ովքեր նախապես հավաքվում եւ պատրաստում են տարբեր վերամշակված նյութերից կոստյումներ, կենդանիների կոստյումներ, ես մի փոքր ավելի էի հասկացել։ Մտածում եք կենդանիների դիմակներ են հագցել։ Ոչ, դրանք աշակերտներ են, ովքեր շատ են ուզում լուսաբանել կենդանիների վտանգվածությունը եւ թե համաշխարհային իրականում, թե հայաստանյան կարմիր գրքում ներգրաված տարբեր կենդանիների մասին եւ այդ կենդանակերպ կոստյումներով, որոնք վերամշակված նյութերից են պատրաստված, մենք Երևանի կենտրոնական փողոցներով շքերթ ենք իրականացնելու։ Սա շատ հետաքրքիր մի ձև է, որպեսզի կարողանանք նաեւ ցույց տանք երևանաբնակ մարդկանց, որ բնապահպանական ակցիաները կարան լինել նաև շատ ուրախ, շատ գունավոր, շատ հետաքրքիր, բայց նաև ներգրավեն հարյուրավոր մարդիկ եւ որովհետեւ մարդկանց մոտ մի փոքր թյուր ըմբռնում կա բնապահպանական փառատոններ կազմակերպելու առիթով գոռացող մարդիկ, ջղային կանայք եւ այլն, սիրելի հեռուստադիտողներ, այլևս այդպես չէ, մասնակցեք ու օգնեք, որպեսզի մեր բնությունը միշտ մաքուր լինի, որովհետեւ այո դրանից կախված է մեր հետագա կյանքը եւ մեր երեխաների ու սերունդների առողջությունը։ Սոնա, իսկ ինչպես է երեխաներին ներգրավում այս ծրագրին, ինչ ճանապարհով։ Նախ տարիներ շարունակ արդեն ունենք մեծ բազա, ովքեր սպասում են փառատոնին եւ ուզում են մասնակցել, բայց միևնույն ժամանակ մենք ամեն տարի դիմում ենք Կրթության, Գիտության եւ Մշակույթի նախարարությանը, որպեսզի նրանք արտոնեն եւ թույլ տան մեզ դիմել դպրոցներ եւ այցելել դպրոցներ, տարածել փառատոնի մասին ինֆորմացիան, որպեսզի նրանք ներգրավեն։ Հատ առ հատ բոլոր դպրոցներին ենք դիմում, բոլոր երիտասարդական կենտրոններին ենք դիմում եւ իհարկե խրախուսում ենք իհարկե մեծահասակների ներգրավումը, սակայն մեր թիրախը հիմնականում երիտասարդությունն է, քանի որ մենք տեսնում ենք, որ նրանք են այդ շարժիչ ուժը, որ կարողանան փոփոխություն բերել ապագայի համար։ Հիմա իրականում շատ են երիտասարդներ, ովքեր որ հենց իրենց քայլով ցույց են տալիս, չգիտեմ, վերցնել Instagram-ում մաքրել, Instagram-ում տեղադրել հոլովակ, որտեղ իրենք մաքրում են բնության ինչ որ հատված, չգիտեմ։ Հատկապես իմիջայլոց օտարազգի մեր ռուս հարևաններն էին անում շատ նման քայլեր։ Այո, տեղյակ եմ, հա։ Ինձ մի փոքր տխրեցնում էր այդ փաստը, երբ որ ռուսներն էին դա անում։ Բայց դա հրաշալի մոտիվացիա է, որպեսզի հայերն էլ միանային ու հայերը միացել են ահռելի քանակությամբ։ Դա նաև տարածքի մասին հոգատարության շատ գեղեցիկ դրսևորում է։ Եվ նաև դա մեսիջ բառը է այստեղ ինձ թույլ տամ օգտագործեմ, մեսիջ էր, որ սա ոչ թե Հայաստանն է, մենք ռուսներ ենք, այլ սա մի մոլորակ է, որտեղ մենք բոլորս ապրում ենք եւ մենք աշխարհի բնակիչ ենք։ Միանշանակ։ Ես կուզեմ դուք մի փոքր հստակեցնեք, թե Հայաստանում ինչպիսի բնապահպանական խնդիրներ կա, որոնց դիմաց դուք փորձում եք հիմա պատնեշներ դնելու պայքարել։ Իրականում բնապահպանական խնդիրները շատ են։ Եթե սկսենք թվարկել, կարծում եմ առաջինը եւ ամենակարևորը դա կլիմայական փոփոխությունն է, որ թեև շատերի համար դա այդքան էլ առարկայական չի, բայց մենք արդեն շատ առարկայական կերպով տեսնում ենք դրա հետևանքները։ Հայաստանը լինելով ցամաքային երկիր, ավելի շատ է ազդվելու կլիմայի փոփոխությամբ եւ արդեն բավականին մեծ ջերմաստիճանի բարձրացում ունենք, ինչը բերում է անապատացման, ինչը բերում է ջրային ռեսուրսների պակասեցման եւ արդեն շատ համայնքներում, կարծում եմ նաեւ Երևանում մենք առերեսվում ենք ջրային ռեսուրսների պակասությանը։ Եվ հենց կլիմայական փոփոխությունից ելնելով արդեն բազմաթիվ այլ խնդիրներ են մեզ մոտ ծառանում։ Բնականաբար այլ խնդիրներ շատ կան, մենք ունենք բավականին մեծ Հայաստանը համարում է ջրային ստրեսի ենթարկված երկիր, ինչը նշանակում է, որ մեր ջրային ռեսուրսները շատ ավելի են օգտագործվում, քան դրա ներուժը կա։ Եվ շատ բազմաթիվ են դրանք իրականում։ Մեր կենսաբազմազանության բազմաթիվ տեսակներ են վտանգված, սակայն բազմաթիվ կազմակերպությունների գործունեության արդյունքում բավականաչափ նաև բարելավվել է, հովազն է վերադարձել Հայաստան եւ կարծում եմ այս դինամիկան պետք է պահպանել։ Սակայն քանի որ համաշխարհային իրադրությունը այնպես է, որ մենք կղզիացած չենք եւ ամբողջ աշխարհում մեր բնապահպանական աղետները շատանում, մենք էլ անմասն չենք մնում եւ այդ բոլոր խնդիրների հանդեպ խնդիրներին պետք է միասին պայքարենք բազմաթիվ կոնվենցիաների, մեր գործունեությունների, անհատական մոտեցումների առումով։ Այդ առումով, այո։ Իսկ հասարակ քաղաքացին, սովորական հասարակ քաղաքացին ինչպես կարող է միանալ այս շարժմանը։
Եկեք այսպես ասենք, բնապահպանական շարժմանը։ Նախ բոլորին խրախուսում եմ որպես առաջին քայլ գալ եւ այցելել Արևորթի միջազգային բնապահպանական փառատոն, որտեղ դուք կգտնեք տասնյակ բնապահպանական դոկումենտալ ֆիլմեր տարբեր խնդիրների վերաբերյալ, որը կարող է լինել այդ իրազեկվածության առաջին քայլը։ Բայց այնուամենայնիվ շատ կան քայլեր, դրանք բարձ հոգատարությունն են մեր շրջակա միջավայրի հանդեպ, սկսած մեր տարածքները շրջակա միջավայրը մաքուր պահելուց, վերջացրած տարբեր ձևերով աջակցելուց, տարրական քայլերից։ Ինչպես մասնակցել այդ բնության պահպանմանը։ Արևորթի հետ միասին ինչպես մասնակցել բնության պահպանման այս կարևոր գործին։ Շատ տարբեր ձևեր կան իրականում, միշտ կարելի է որպես կամավոր ներգրավել, միշտ կարելի է փորձել իրազեկել, ծանոթանալ, նաև հիմա ինֆորմացիայի հասանելիությունը շատ է եւ կարծում եմ շատ հեշտ կարելի է գտնել բազմաթիվ հարցեր։ Շատ կան կազմակերպություններ Հայաստանում, որ մեծ գործունեություն են ծավալում եւ հեշտ է նրանց միանալ, գուցե ինչ-որ դրամական միջոցով աջակցել, մասնակցել տարբեր կամավորական ծառատունկներին։ Իրականում Հայաստանը հիմա հրաշալի հարթակ է դրա համար տրամադրում եւ ինչպես նախորդիվ նշեցի 2026 թվականին, քանի որ Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը, սա մի միջոցառում է, որտեղ մենք բոլորս պիտի ներդրում ունենանք, լինելով ամենահեռավոր ինչ-որ գյուղի բնակիչ, թե Երևանում մեծ բիզնես, մենք բոլորս ունենալու ենք այդ ներդրումը, քանի որ սա հենց Հայաստանի համար է եւ մեծ հնարավորություն է բոլորիս ներգրավել այս միջոցառման մեջ եւ ինքներս մեզ իրազեկել կենսաբազմազանության պահպանության ու դրա կարևորության մասին։ Առաջին քայլը կարծում եմ այնուամենայնիվ իրազեկումն է եւ հասկանալն է, որ այս բնապահպանական խնդիրներն են, որ հաջորդիվ կբերեն տնտեսական խնդիրների, սոցիալական տարբեր խնդիրների, այո, եւ պիտի դրան ավելի լուրջ եւ առաջկայական նայենք, այո։ Այո, ես վստահ եմ, որ դուք ձեր խոսքով Սոնա այդ իրազեկումը արդեն տվեցիք հեռուստադիտողներին, որ պետք է բնությունը պահպանել։ Վստահ եմ Լիլիթը ինձ հետ կհամաձայնվի ու հեռուստադիտողները ինձ հետ կհամաձայնվեն, որ պետք չէ թողնել մինչև որ դանակը հասնի ոսկորին։ Ժամանակին կարելի է կանխարգելել բոլոր այս բնապահպանական խնդիրները։ Այո, շնորհակալություն Սոնա աշխատանք կատարելու համար։ Ես հուսով եմ, որ հասարակության լայն շերտեր կմիանան ամեն դեպքում ձեզ։ Մենք նույնպես կփորձենք եւ սոցհարթակներում եւ որևէ այլ միջոցներով ձեզ աջակից լինել, որովհետեւ սա իրոք արվում է մեր երկրի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Դե ինչ պահպանենք բնությունը, լինենք բնության կողքին, որպեսզի բնությունն էլ լինի մեր կողքին։ Իսկ այս պահին գովազդների։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, կրկին եւս մեկ անգամ բոլորին, փաստորեն այսքան ժամանակվա ընթացքում ես մի փոքր արտակնապես փոփոխվել եմ եւ ինձ շատերը երևի չեն ճանաչում, չգիտեմ։ Տեսնենք կհասկանանք դրա մասին անպայման խոսենք, իսկ այս բանը ներկայացնեմ մեր հրաշալի հյուրին, հայտնի դերասանուհի, ռեժիսոր եւ պրոդյուսեր Նորա Արմանին կրկին Հայաստանում է։ Հոկտեմբերի 1-ից 3-ը Հայաստանի կինոգործիչների միությունը կներկայացնի նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը Կինոյի տանը մեծ դահլիճում։ Ցուցադրություններից առաջ կկայանան հանդիպումներ, որտեղ հանդիսատեսը հնարավորություն կունենա շփվելու դերասանուհու եւ ֆիլմերի ստեղծագործական խմբի հետ։ Զուգահեռ Արմանին ակտիվորեն աշխատում է նոր նախագծերի վրա։ Դիլիջանում նա կնկարահանվի Հրաչ Քեշիշյանի «Մեկ գթալ սեր» ֆիլմում, իսկ Երևանի թատերասերներին շուտով կներկայացնի իր նոր մոնոներկայացումը «Բանալիներ հավաքող կինը»։ Մեր հյուրն է ամերիկաբնակ, տաղանդավոր դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր Նորա Արմանին։ Բարի լույս Տիկին Արմանի, ինչպես եք։ Շատ հաճելի անագնգալ։ Ես հենց դրա մասին եմ ասում, սիրելի հեռուստադիտողներ, Տիկին Արմանի հետ մենք բավականին երկար ժամանակ ծանոթ ենք, բայց նա տաղավարում ինձ չճանաչեց, որովհետև այսօր երևի այո, ծպտված է եւ փոփոխվել է։ Նախ շնորհակալ եմ շատ, որ մեր տաղավարում եք, որ Հայաստանում եք առհասարակ։ Կխնդրեմ ներկայացնեք ինչպես եղավ առաջարկը հետահայաց ֆիլմերի ցուցադրության կայացնելու ու առհասարակ այս ամենի մասին կխնդրեմ խոսել։ Շատ հետաքրքիր է, որովհետև արդեն այսպես ստացվեց վերջի մի քանի տարիներում, որ ես բարբերաբար կանոնավոր գալիս եմ, գնում եմ Հայաստան եւ այս տարի իմ ծրագրի մեջ կար միայն սեպտեմբերին գալ, բայց ստացա հրավեր հուլիս ամսին Ոսկե ծիրան փարադոնի 22-րդ համարից, որ
Փակման ֆիլմը պիտի լինի վերջին գայան ֆիլմը, որում մեջ ես համատեղ ռեժիսոր եմ Հարություն Խաչատրյանի հետ, ինչպես նաև գլխավոր դերում եմ երևում։ Եվ դա ինձ համար շատ հաճելի երևույթ էր, որ կամ եւ այդպես փակման երեկոյին ներկա լինեմ։ Եվ այդ երեկոյին ընթացքին ինձ պարգևադրեցին Հայաստանի կինոգործիչների մասնավոր մրցանակով իմ խաղարկության համար։ Եվ ավելի մեծ անագնգալը այն եղավ, երբ որ պարոն Խաչատրյանը առաջարկեց, որ հետագա մոտ ժամանակ իմ ֆիլմերի հետադարձ ցուցադրությունը կատարվի։ Ինչ զգացողություն առաջացավ, երբ որ պիտի նորից մեծ էկրանին ձեր տարբեր կարիերայի շրջաններում ֆիլմերը ցուցադրվեն մեծ էկրանին նորից։ Ճիշտ շատ ուրախացա, որովհետև այդ ֆիլմերից երկուսը առնվազն երրորդն էլ Միքայել Դովլաթյանի Լաբիրինթ ֆիլմն էր, բայց անիգա 2 տարի առաջ արդեն Ոսկե ծիրանին ցույց էինք տվել եւ վերջերս էլ ես Նյու Յորքում կարողացա մեր փառատոնին ցույց տալ։ Իսկ ասոնք ֆիլմեր են, որ բավական երկար ժամանակ առաջ ըրած եմ եւ շատ մարդ կա, որ չի տեսել։ Ճիշտ է, որ տելևիզորով 1-2 անգամ ցույց են տվել ժամկետը 7 օրը, բայց հաճելի էր անշուշտ այս լուրը, որ դարձյալ մեծ էկրանով կարողանանք նայել ֆիլմերը եւ բոլոր անոնք, որոնք չեն տեսել, տեսնեն եւ միասին խորհրդակցեն։ Դա հրաշալի է, հատկապես երբ որ պիտի նաեւ քննարկում եւ հանդիպումներ տեղի ունենան։ Այո, անպայման։ Ֆիլմերի ցուցադրությունից հետո։ Այսպեսի մի հարց, ժամկետը 7 օրի մասին խոսեցիք, մեր շատ սիրելի պարոն Երնջակյանի հրաշալի աշխատանքն է, որտեղ դուք եւս ձեր մասնակցությունն ունեք, բայց մի այսպեսի հարց, որն է ձեր ամենասիրելի ֆիլմը ու որը կառանձնացնեք կամ որն է ավելի շատ հիշողություններ արթնացնում ձեզ մոտ։ Ճիշտ կուզեք։ Այո, ճիշտ կուզեք։ Այո, ճիշտ է, միայն ճիշտ է։ Պետք չի առանձնացնեմ, որովհետև բոլոր ամեն մեկ ֆիլմում ես մի նոր կերպար եմ ապրում։ Վերջերս մենք դժբախտաբար գործրինք միջազգային մեծ աստղը Կլոդիա Կարդինալեն, որը ասում էր մենք մի կյանք ենք ապրում, բայց ես ապրել եմ 135 կյանք, այսինքն իր բոլոր ֆիլմերի մեջ ապրած կյանքերը։ Նույնը ես եմ զգում, որ բոլոր մեկ կերպարները, որ ապրում եմ եւ խաղում եմ, ինձ համար մի նոր կյանք է այդ մեկը։ Առանձնացնել չեք կարող, փաստորեն։ Առանձնացնել պիտի ընեմ։ Բացառապես պիտի առանձնացնեմ Արայիկ Գերնչակյանի ժամկետ 7 օրը, որովհետև ինձ համար այդ առաջին անգամն էր, որ նախ եւ առաջ հայ ֆիլմ կինոստուդիաներից դուրս սովետական այն ժամանակվա թրվածքից դուրս առաջին անգախ ֆիլմներ, որ կնկարահանվեր, եւ երբ որ Արայիկը Լոս Անջելեսում եկած էր մեր տանը նստում նայում էինք մատերիալ բան, հանկարծ ասաց, «Էսա իմ դերասանուհին», եւ այդտեղ նիսկ առաջարկեց, որ ես վերցնեմ այդ գլխավոր դերը։ Շատ մեծ խանդավառությամբ եկա Հայաստան, շատ դժվարին ժամանակ էր, 91-92 թվերի այդ դժվար մութ ցուրտ տարիներին, բայց այդ նկարահանումը իմ մեջ մնաց որպես ամենահիշադակելի օրերը։ Ես ուզում եմ մենք ողջույններ ուղարկենք մեր շատ սիրելի պարոն Երնջակյանին։ Հրաշալի է, որ հենց այս ֆիլմը նշեցիք, կասեք խնդրում եմ, թե ինչ սպասելիքներ, ինչ ակնկալիքներ ունեք այս երրորդյա ցուցադրությունից։ Հայ հանդիսատեսից։ Այո, շատ պիտի փափաքեի, որ բոլոր իմ ընկերները եւ ծանոթները, որ այսքան ժամանակ գնում գալիս եմ եւ հինեն ի վեր գճանչնանք իրար, իհարկե երբեմն այդպես է ստացվում, որ երբ որ գամ Հայաստան շատ կարճ ժամանակով եմ այստեղ լինում եւ չի ստացվում, որ բոլորին հետ հանդիպեմ։ Եվ երբ որ այս ռետրոսպեկտիվի խնդիրը դուրս ելավ, ըստ որ հրաշալի առիթ է, գհուսամ բոլորն էլ այնտեղ կլինեն եւ քոնե 2 րոպեով գարանչվենք եւ այդ ծևով մեր երկար տարիների փածը կլրացնենք հանդիսատեսյալ։ Այս պահին մեր էկրաններին մենք ունենք հոլովակ հենց ձեր ֆիլմերից, ես խնդրեմ մեկնաբանեք, ներկայացնեք, թե ուրեմն այդ առաջինը որ տեսակ
Santa Claus-ը Բաղդադում, հետո մի հատ լիամետրաժ էր բաների մասին, terroristների մասին, որ իբր թե terroristները, որ Ամերիկա բռնում են, չարչարում են, բան են անում։ Սա էլ մի հատ հետաքրքիր ֆիլմ էր, աղջիկը վազող է, Ռոմեո Ժուլիետի պատմություն է, բայց ավելի արդիական ձևով։ Այո, արաբը եւ ամերիկացին, այդ մեկը որ հիմա անցավ Absolute Dominion ֆիլմներ, այս մեկն էլ գարժամետրաժ մներ, որը հակին մրցանակներ շահեցավ ամբողջ Փարադոնների մեջ եւ այլն։ Գեղեցիկ եք բոլոր կադրերում։ Շատ շնորհակալ եմ։ Դժբախտաբար 3 օր է միայն այստեղ բանը մեր ցուցադրությունները։ Չենք կարող այս բոլոր ֆիլմերը ցույց տալ, բայց կարող է ֆիլմերից առաջ այս տեսահոլովակը ցույց տանք, որ մարդիկ մի քիչ խաղապար ունենան։ Տիկին Արմանի, որպես դերասանուհի, պրոդյուսեր, ինչ դժվարությունների եք հանդիպում միջազգային նախագծերում։ Շատ լավ հարցում է, որ դերասանից գալիս է արդեն։ Ուրեմն, նախ եւ առաջ պետք է ասեմ, որ մրցակցությունը ահռելի ուժեղ է միջազգային կետնի մեջ, որովհետեւ այնտեղ, եթե ասենք Հայաստանում կան այսինչ թվով դերասաններ, որոնք նույն տերերի համար պետք է մրցակցեն, այնտեղ կա հազարավոր անգամ բազմապատկված։ Հետո մի շատ հետաքրքիր երևույթ կատարվեցավ COVID-ից հետո։ Սկիզբը մենք երբ որ ասենք քո ներկայացուցիչը էջենտը քեզ ներկայացնում է ինչ-որ տերի համար որպես կարելիություն, կաստինգի մարդիկը քեզ հրավիրում են, գալիս ես, հարտագում, հանդիպում ես անձամբ, փորձում ես եւ այլն, կարող է ընդունվես, կարող է ավելի դարեց մեկը պետք ունեն, ավելի երդասարդ մեկը պետք ունեն, բայց հետաքրքրությունը այն է, որ քեզ ճանաչեն այդ րոպեին, կարող է այդ թերի համար ճիշտ ես, բայց իրանց մտքում կմնա մյուս տերը։ Հիմա COVID երբ որ բադահեցավ, մենք չէինք կարող գնալ անձամբ հանդիպել։ Ուրեմն ամեն ինչ դարձավ self-tape։ Այո, self-tape բառը ադում եմ, որովհետև դու քեզ պիտի նկարես դանը, չես գիտեր ինչ են ակնկալում, ինչ են ուզում, ինչ են։ Հատկապես երբ որ դիալոգ է տեսարանը, ու ինչ-որ մեկը քեզ ասում է, որ դու նկարես ու դիալոգը խաղա։ Եվ պետք է մեկը գտնես, որ այդ դիալոգը դա քեզ եւ նրա հետ փորձանես խոսքով, բայց առավելությունը այն է, որ բացում է բոլոր աշխարհի գարելիությունները։ Հիմա ես Նյու Յորքում նստած, իմ Լոնդոնի էջենտը կարող է ինձ ասել, որ այստեղ քեզ մեկը այսինչ տերի համար պետք ունի, խնդրեմ այս բանը արձանագրի եւ ուղարկի։ Եթե ստիպված լինեի ես անձամբ ներգալալ, պետք է օտանավ վերցնեի, գնայի Լոնդոն, հասնեի Դե փաստորեն համ դժվարություն է, համ էլ բացում են։ Ես կարծում եմ, որ առավելություն է։ Ահա, հրաշալի։ Հիմա նաև Դիլիջանում նկարահանվում եք պարոն Քեշիշյանի մեկ գտալ սեր նախագծում, այ ինչպես է գնահատում համագործակցությունը, ինչպես ստացաք առաջարկը, սրա մասին մի փոքր խոսենք։ Մենք պարոն Քեշիշյանի հետ քանի մի տարի առաջ հանդիպել էինք եւ շատ հաճելի հանդիպում եղած էր, վերջը ներսեսի պրոգրամից դուրս եկան արի ներս կարծեմ ներսարի այդ շատ հաճելի հանդիպում էր հետո սպասում էի որովհետեւ ես տեսած եմ գործերը պարոն Քեշիշյանի եւ շատ Դավոր քեղեցիկ գործեր է անում միջազգային մագարտակի հիման վրա եւ սպասում էի այդ հաճելի եւ քեղեցիկ օրը, որ ինքը առաջարկ կանի եւ այս համար երբ որ հանդիպեցինք Ոսկե Ծիրանի բացմանը ինքս ես տեր ունեմ քեզ համար ինչ հրաշալի Ինչ կերպար եք մարմնավորում ով է կերպարը Ես մարմնավորում եմ Դեյզի կերպարը որը մորակույրն է եւ շատ հաճելի կերպար է Ինքը ֆիլմը շատ անուշ ֆիլմ է, պետք չէ պատմեմ, որովհետև իմ Դե վերնագրից արդեն կարելի է ենթադրել մեկ գտալ սեր։
մեկ տկալսեր եւ շատ բադվված եւ ուրախ եմ որ այդ անձնագազմի մաս կազմեցի այնտեղ կան տերասաններ որոնք ես ծանոթ էի նախորոք եւ ուրիշներ որոնց ծանոթ չէի եւ ծանոթացա եւ շատ հաճելի նոր համագործակցություն ու նոր շրջանակներ այդ ատմոսֆերը այդ ընդհանուր միջավայրը նկարահանման շատ իսկապես հաճելի էր այո նաեւ մոնոներկայացման շատ մշակութային այսպես մեծ ճամպրուկը վերցրել եք եկել եք աշխարհով մեկ պատտվելու Հայաստանում պատտվելու նաեւ մոնոներկայացման վրա եք աշխատում մոնոներկայացումը Հակոբ Խազանջյանի առաջարկությունն էր որը հետաքրքիր ներկայացում է, չեմ ուզում շատ խոսել այդ մասին, որովհետև ավելի ուշ, երբ որ այդ ներկայացնելու ժամանակն է գխոսենք, եւ արդեն սկսանք մի քիչ աշխատել այդ մասին, բայց հիմա չէ որ ներկայացնում ենք, դա կլինի ավելի ուշ։ Եվ դրա համար պետք է ասեմ, որ ինչպես որ քիչ առաջ ասում էի, ես նկատի ունեի միայն սեպտեմբերին կալ, ստացվեց որ հուլիսին եկա արդեն, հիմա սեպտեմբերին այստեղ եմ եւ պետք է գնամ, որովհետեւ Փարիզում էլ այդ ֆիլմը Վերջին գայանը ցույց են տալու Հարություն Խաչատրյանի ռետրոսպեկտիվի մաս է կազմում Եվ գվերադառնամ նոյեմբերին, որպեսզի ներկայացնենք։ Հրաշալի, մենք ձեզ կրկին կհյուրընկալ ենք անպայման։ Նոր ծրագրեր, նոր առաջարկներ, ես վստահ եմ շատ կունենաք, ձեզ միայն հաջողություն եմ մաղթում։ Շատ շնորհակալ եմ։ Միշտ փայլ եք այսպես։ Հիշեցնենք միգուցե, որ ամսի 1-ի, 2-ին եւ 3-ին։ Հենց դա ուզում ասել ու խնդրում եմ, որ վերջում անպայման հիշեցնեք մարդկանց ֆիլմի ցուցադրության օրերը։ Ես ասեմ, թե դուք ասեք, ես ասեմ, ձեր հանդիսատեսին դուք հրավիրեք։ Սիրելի հանդիսատես, մեծ ակնկալությամբ սպասում եմ, որ ներկա գտնվեք ամսի 1-ին, 2-ին եւ 3-ին, եթե չեք կարող 3 օրերը գալ, քոնե 1-ին եկեք, որովհետեւ Արայիկի ֆիլմը իսկապես արժի տեսնել։ Վերջին գայանը մի քանի լավ թվով մարդիկ փակմանը արդեն տեսան Ոսկե ծիրանի Իսկ երրորդը շատ հետաքրքրական է, որովհետև ավելի նոր ֆիլմ է, ֆինլանդական, իսպանական համատեղ արտադրություն է, որ Ռաքս Ռինիքանգաս անունով ֆինլանդացի ռեժիսոր է, որի հետ ես երկրորդ ուրիշ ֆիլմ արեցի եւ երկու հատ էլ ուրիշ ծրագիր ունենք, աբակա ծրագիրներ։ Խնդրեմ նաև հասցեն ասեք։ Օ, հասցեն շատ կարևոր է, ուր պիտի գնան մարդիկ։ Պիտի գնան ամսի 1-2 դուրս են գալիս ու չգիտեմ։ Ամսի 1-ին, 2-ին եւ 3-ին ժամը 19-ին, այսինքն երեկոյան 7-ին կգաք Գինոդուն։ Որն է Խանջանի վերջում անգյունը Վերնիսաժի վերջավորությանը։ Ամեն դեպքում ավելի մանրամասն բացատրեցիք վերնիսաժի հատվածը։ 18 Վարդանանց է գարձեմ։ Վարդանանց 18 հասցեմ, այդտեղ հենց Մալյան թատրոնի հարևանությամբ, այո։ Շատ շնորհակալ եմ, որ ձեր օրը սկսեցիք։ Ես շնորհակալ եմ եւ իսկապես հաճելի անակնկալ եմ ձեզ վերագտնելը։ Շատ շնորհակալ եմ։ Մեր հյուրն էր տաղանդավոր Նորա Արմանին, իսկ սիրելի հեռուստադիտողներ, այո, դուք օրերի մասին իմացաք, ամսի 1-ին, 2-ին եւ 3-ին Կինոյի տանը անպայման համեցեք դիտելու այս գեղեցիկ ֆիլմերը եւ կրկին անգամ շփվելու գեղեցկուհի դերասանուհու հետ։ Իսկ այս պահին մեր եթերում գովազդ։ Վերադարձանք տաղավար, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Շարունակենք մեր եթերը։ Սաթենիկի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմսը ել ավելի համեղ են դարձնում անփոխարինելի մառանիկի համեմունքները։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթաց եւ որակի խիստ վերահսկում։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Այս պահին շարունակենք մեր եթերը եւ տեղափոխվենք խոհանոց, որովհետեւ եթերի ընթացքում Սաթենիկը քրտնաջան մեղվի պես աշխատում է եւ մեզ համար պատրաստում է նախաճաշ։ Տեղափոխվենք Սաթի մոտ, տեսնենք թե ինչ է կատարվում այնտեղ։ Սաթ Բարի լույս, այսօր մեր խոհանոցում պատրաստում ենք համեղ, գունեղ կերակուր, որը պարզապես օգտակար է, որովհետև այստեղ ունենք մենք աղացած տավարի սպիտակուցներով հարուստ, կալցիումով հարուստ մենք ունենք պանիր,
մի փոքր դեղնություն է ապահովում։ Սմբուկ մանրաթելերով հարուստ եւ հակաօքսիդանտներով հարուստ լոլիկը։ Լոլիկը ինչ եմ արել։ Վերևի մասից խաչ եմ արել, եռացրած ջուրը վրան լցրել եմ եւ կարողացել եմ շատ արագ կեղևազրկել։ Կեղևազրկելուց հետո քերիչով անցկացրել եմ, այնուհետև սմբուկն եմ մանր կտրատել։ Ինչ եմ արել։ Հիմա ես կարող եմ այստեղ ցույց տալ ձեզ պարզապես, որպեսզի ավելի պարզ դառնա ձեզ համար։ Կարտոֆիլ մաքրելու համար նախատեսված խոհանոցային այդ պարագայով եմ օգտվել, փորձեցի դանակով կտրատել, բայց մի քիչ հա ստացվեց եւ այդ կլորությունը չէր ստացվի։ Իսկ այստեղ իհարկե ես տավարի աղացած մսի մեջ օգտագործել եմ տնական լեչո, համեմունքներ Մարանիկի կողմից առաջարկված։ Ես արդեն իմ սիրելի նախընտրած Մարանիկի կողմից առաջարկված 4 պղպեղ ունեմ, բայց քանի որ տեսականին շատ է, առանձին սև պղպեղ կա, քաղցր կարմիր պղպեղ կա, կծու պղպեղ կա, տեսականին շատ է։ Ընտրությունը թողնում եմ ձեզ, պարզապես ես ասում եմ, որ այս նախընտրությունը իմն է։ Դե քանի որ ես այս պահին կծվությունն եմ ապահովում համեղ գունեղ կերակուրի, ներկայացնում եմ Մարանիկը։ Ձեր էկրաններին է սիրով, ժպիտով ներկայացնեմ մեր գործընկերոջ կողմից առաջարկված տեսականին։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն։ Մարանիկ ապրանքանիշը կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը, որակի խիստ վերահսկում, արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի, քիմքին հաճելի յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Այս պահի համար ամեն ինչ ասված եւ արված է։ Հիմա միասին գդալով կլցնենք սմբուկի վրա ամենավերջում քերիչով անցկացրած պանիրն ենք լցնելու, տեղափոխելու ենք ջեռոց։ Կարծում եմ 10-ից 15 րոպե եմ թողնելու, որովհետև բարձրացրել եմ ջերմաստիճանը, մոտավոր 150-ից 160 աստիճանի վրա եմ թողել։ Տաքանալու է եւ արագ պատրաստվի։ Դրա համար ես առանձին պատրաստեցի աղացած միսը։ Իսկ ես ինչու եմ փայտիկներով ամրացնում, որպեսզի հանկարծ չքանդվի եւ ուտելիս իհարկե փայտիկները պետք է զգուշ լինեք, նախապես հանեք։ Ես իհարկե, երբ որ արդեն այնքան հետաքրքիր ավանդույթ է, պատրաստելուց հետո մենք գնում ենք մեր սենյակ, վայելում ենք։ Այ ես փորձում եմ ափսեների մեջ դնել, այդ ժամանակ, երբ որ տնային տնտեսուհին ափսեների մեջ արդեն կդնի, դուք անպայման փայտիկները կհանեք։ Իսկ վաղը ես պատրաստելու եմ Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի կողմից առաջարկված հավը։ Կհասկանամ, թե ինչպես կարող եմ մատուցել, դե քանի որ խոսեցի, այս պահին ձեր էկրաններին է Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարար բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով, պատասխանատվությամբ։ Այժմ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի մսամթերքը հասանելի է նաև Երևանում։ Այցելեք նոր մասնագիտացված խանութը, Պարույր Սևակ 92 կոտորակ 6 հասցեում։ Վայելեք մաքրություն, որակի իսկական համին միաձուլումը։ Սյունիքի մաքուր լեռներից բերված մսամթերքը անմիջապես ձեր սեղանին։ Նշենք, որ ներկայում արտադրանքը վաճառվում է հին փաթեթավորմամբ, իսկ առաջիկայում սպառողին կներկայացնի նոր ռեբրենդավորված տեսքով, առավել արտահայտիչ եւ մեր լեռնային մաքրությունը ընդգծող փաթեթավորմամբ։ Դե ինչ, ես էլ սմբուկով եւ աղացած տավարի մսով ռոլերը պատրաստեմ, տեղավորեմ արդեն պատրաստված լոլիկի մեջ, պանիրը վրան լցնեմ եւ ինչպես նշեցի 15-ից 20 րոպե, ոչ ավել, քանի որ միսը ամենաերկարն է պատրաստվում, իսկ ես առանձին տապակի մեջ պատրաստել եմ։ Խոսքը ձերն է, Ավետ, Լիլիթ, համեցեք։ Շնորհակալություն։ Սա դու պատրաստի, մենք այդ փայտիկները կհանենք։ Դու պատրաստի, մենք առանց հանելու չենք ուտի, անպայման դու մենակ պատրաստի։ Այնքան լավ է ներկայացնում պանիրը, լոլիկը, միսը, փայտիկները, ամեն ինչ շատ գունավոր է ներկայացնում Սաթը։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել առողջությանն ու առողջ ապրելակերպին, այդ ամենում մեծ դեր ունեն նաև ամենօրյա ճիշտ եւ գրագետ մարզումները։ Հայրենակ դու մարզվում ես։ Ոչ։
Ոչինչ, ավետ այսօրվանից Իրականում ես ժամանակ չեմ ունենում, ինձ հետ համաձայն չես, մենք ժամանակ չենք ունենում մարզվելու, ինչը շատ վատ է, իմ օրինակին մի հետևեք, սիրելի հեռուստադիտողներ։ Բայց ավետը այսօրվանից Էլիզայի հետ միասին կսկսի մարզվել եւ Էլիզան ամեն օր շատ կարեւոր եւ կիրառելի խորհուրդներով է կիսվում, եկեք հետևենք այդ խորհուրդներին։ Ողջույն Էլիզա։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, մենք կրկին եթերում ենք, իսկ դա նշանակում է, որ պետք է բարձրանաք եւ մարզվեք մեզ հետ։ Ցուցադրում ենք նախավարժանք, որովհետեւ աշխատեցնելու ենք ոտքերի եւ նստատեղի մկանները։ Գիտեմ, որ բոլորդ շատ եք սիրում այս մկանախմբերը հատկապես աշխատեցնել։ Այսօր 3 արդյունավետ տարբերակներ ենք ցուցադրելու, որոնք կկարողանաք տնային պայմաններում կատարեք, ունենաք արդյունք, իհարկե արդյունք ունենալու համար նաեւ շատ կարեւոր է սիստեմատիկ, պարբերաբար անել, մեկ օր չենք անում եւ հետո մոռանում, շաբաթական 3 անգամը շատ նորմալ քանակ է, որ մարդը կատարի վարժությունները եւ ունենա արդյունք։ Այսօր ցուցադրում ենք ձեզ 3 վարժություն, լանջիս վարժություններն են, պետք է հստակ ուշադրություն դարձնենք տեխնիկային, հետևի ոտքը ամբողջ ընթացքում պետք է լինի ոտնաթաթի վրա։ Իջնում ենք ներքև 90 աստիճան։ Այստեղ եւս ուշադրություն ենք դարձնում, որ ծունկը ոտնաթաթից դուրս չգա։ Իջնում ենք 90 աստիճան եւ ուշադիր ենք լինում մեջքը շատ առաջ չգալուն, որովհետեւ վարժության ժամանակ հնարավոր է ձեր մեջքը առաջ գա։ Պետք է մեջքը լինի ուղիղ։ Եթե դուք մշտապես մեզ հետ մարզում եք, կարող եք ձեզ հետ վերցնել նաեւ գանտելներ, ծանրացնեք, որը ել ավելի մեծ ծանրաբեռնվածություն կտա մեր վարժությանը։ Բայց նույն խումբը, մկանախումբը ել ավելի ծանրաբեռնելու համար առաջարկում եմ երկրորդ տարբերակը, ավելացնում ենք այսպես վեր դեպի ոտքի, այսպես ցածկ կարելի է ասել, որը ել ավելի ամրացնում է ոտքի մկանները, նաև այստեղ արդեն շեշտադրվում է նստատեղի մկանը, որը կատարելը կրկին բարդ է, բայց պետք է ուշադիր լինենք այն տեխնիկային, որը ես նախապես ասեցի, եւ իհարկե կարող եք հեշտությամբ կատարել։ Քանակը նույնն է 8 անգամից 4 մոտեցմամբ, եւ երրորդը ել ավելի ծանրաբեռնելու եւ զգալու համար ողջ մկանախումբը ոտքերի ավելացնում ենք ծանրաբեռնվածություն, հետևի ոտքը շարժում ենք կրկին, հետևի ոտքը պետք է լինի ոտնաթաթի վրա ամբողջ ընթացքում, որպեսզի ծանրաբեռնվածությունն ու մկանը ճիշտ աշխատի եւ աչից ձախ այսպես։ Նույն քանակով, քանակները միշտ նույնն են, կատարեք նույն քանակով յուրաքանչյուր ոտքին, որպեսզի ամբողջ մկանները ձեր աշխատեն։ Եվ իհարկե վերջում չենք մոռանում սթրեչինգի, ձգումների մասին, որը շատ կարևոր է մկանների վերականգնման համար։ Շնորհակալ եմ, որ յուրաքանչյուր օր միանում եք մեզ, մարզվում եք մեզ հետ, եղեք մեզ հետ, եղեք առողջ, շնորհակալ եմ։ Ստեսություն։ Շատ շնորհակալություն Էլիզա, ինչքան կարևոր խորհուրդներ եք կիսվել։ Այո, ես իրականում ականատես եմ եղել, ավետը մի փոքր վարժությունները այստեղ արեց։ Այո, ես խոստացա ու արեցի։ Այսպես շարունակենք մեր եթերը, սիրելի հեռուստադիտողներ, ու ներկայացնենք Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի անարատ ու բարձրակ մսամթերքը, որը պատրաստված է բնական պայմաններում սիրով ու պատասխանատվությամբ։ Այժմ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի մսամթերքը հասանելի է նաև Երևանում։ Այցելեք նոր մասնագիտացված խանութը Պարույր Սևակի 92/6 հասեում ու վայելեք մաքրության որակի ու իսկական համի միաձուլումը։ Սյունիքի մաքուր լեռներից բերված մսամթերքը անմիջապես ձեր սեղանին։ Նշենք, որ ներկայում արտադրանքը վաճառվում է հին փաթեթավորմամբ Լիլիթ, իսկ առաջիկայում սպառողին կներկայացվի նոր ռեբրենդավորված տեսքով, առավել արտահայտիչ եւ մեր լեռնային մաքրությունը ընդգծող փաթեթավորմամբ։ Նաեւ հիշեցնենք, որ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ ու բարձրորակ մսամթերքը առաջարկում է առաքում Երևանում ամբողջ տարածքում անվճար։ Զանգահարեք 041 01 01 42 համարով եւ այս բանին սիրելի հեռուստադիտողներ գովազդ մեր եթերում։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք մեր հյուրի հետ շատ նախնական հետաքրքիր զրույց ունեցանք, շատ բաների մասին իմացանք, բայց այս բանին առաջարկում ենք ձեզ եւս միանալ մեզ։ Դասատու հարթակը կամ դասատու հարթակը այսօր միավորում է ավելի քան 600 ուսուցիչ Հայաստանի բոլոր մարզերից եւ Երևանի դպրոցներից։ Դասատուի աշակերտները սերտում են առարկաներ ավելի քան 50 երկրից, իսկ դասընթացների շրջանակը ընդգրկում է լեզուներ, մաթեմատիկա, շախմատ, երաժշտություն եւ այլ ուղղություններ։ Հատկապես կարևոր նախաձեռնություններից է FIBO մաթեմատիկայի դպրոցը, որը վերջին 3 տարիներին հաջողությամբ գործում է ԱՄՆ-ում որպես առցանց կրթական հարթակ։ Այս տարվա սեպտեմբերից այն նաև արդեն
ֆիզիկական ներկայություն ունի Երևանում բացված առաջին մասնաճյուղով։ Նպատակը հայ-ամերիկյան նոր կրթական բրենդի ստեղծումն է, որը պետք է տարածվի ամբողջ աշխարհում։ Այս ամենի մասին մենք կզրուցենք մեր հրաշալի հյուրի հետ։ Այո, տաղավարում է դասաթու հարթակի եւ ֆիբո մաթեմատիկայի դպրոցի հիմնադիր Սամվել Հովհաննիսյանը։ Բարի առավոտ։ Շատ շնորհակալ ենք ձեզ այստեղ տեսնել։ Բավականին հետաքրքիր զրույց ունեցանք նախնական։ Բարի լույս, գովազդի ընթացքում ես էլ որ զրուցում եմ, շատ ուրախ եմ, որ մեր նոր սերնդի հաղորդավարները ձերպես բանիմացիան եւ գեղեցիկ հայերենով են խոսում։ Շատ շնորհակալություն։ Առաջին հարցը, ինչպես ստեղծեցիք դասաթուն, ինչպիսի դրդապատճառներ ձեզ բերեցին այսպիսի ծրագիր ստեղծելու համար։ Գիտեք, ինքը պատահական է ստեղծվել, բայց որևէ պատահականություն միշտ հիմքում ունի ինչ-որ օրինաչափություն։ Իմ երեխաների համար ես on-line դասեր էի վերցնում Հայաստանից, դա 2017-ն էր, արդեն 8 տարի առաջ, եւ ես հասկացա, որ երևի Լոս Անջելեսի բնակ հայերին երևի կարող է հետաքրքրի։ Այո, ստեղծեցի հարթակ, ծրագրային ապահովում, չէ՞ որ դասավանդումը ենթադրում է որոշակի գործիքներ։ Եվ ունե 3 հաճախորդ, չէ, 3 ուսուցիչ, 5 աշակերտ։ Ինչեւ որ COVID-ը սկսեց եւ դա մեզ շատ օգնեց, հիմա մենք տարածվել ենք ամբողջ աշխարհում, շատ պրոֆեսիոնալ կերպով ենք ամեն ինչ կազմակերպում, ուսուցիչների ընտրությունը, ծնողների հետ աշխատանք, իմ թիմը մոտ 28 հոգի է արդեն, միայն իմ ադմինիստրատիվ, այսպես թիմը եւ մոտ հեսա շուտով կլենք 600 ուսուցիչ։ Փաստորեն ինչ է ստացվում, որ COVID-ի ընթացքում շատ մարդկանց մոտ շատ բաներ են փոփոխվել։ Այն իհարկե ուներ սիրելի հեռուստադիտողներ իր ահռելի վատ կողմերը, բայց նաև ունեցել է դրական կողմեր։ Մենք խոսում ենք Նորա Արմանի հետ, ով պատմեց նաև դերասանական կարիերայում ինչպես է օգնել COVID-ը։ Ձեզ էլ օգնել է նաև շատ սերիալներ հայտնի դարձան այդ շրջանում։ Ինչն է հաճելի, ես Նորային տեսա միջանցքում եւ ես իրեն ինտերվյու եմ արել ուղիղ 20 տարի առաջ Նոր ալիքում։ Երբ Ոսկե Ծիրանի առաջին մասնակիցներից է։ Դուք եք ընտրում թե ինչպես անցկացնել ձեր ժամանակը, արդյոք ուղղակի նվնվալ ու ասել, որ չի ստացվում, թե ուղղակի նախաձեռնել։ Շատ կարևոր է թույլ տվեք ավելացնեմ, չվախենալ, որովհետև ես իմ կյանքում 16 տարեկանից ինչ-որ մի բիզնես եմ անում։ Ու չեք վախենում։ Եվ լիքը սխալներ եմ արել, բայց մարդիկ տեսնում են միայն լավը, այսինքն այդ վատերը չի նկատվում, մի վախեցեք սխալներ անելուց, եւ դուք եւ մեր հեռուստադիտողները, որովհետեւ սխալներից ենք սովորում։ Այո, սխալների վրա կառուցվում է ճիշտը։ Սամվել, ինչպես կարողացաք միավորել 600 ուսուցիչ Հայաստանի տարբեր մարզերից ու ստեղծել այս ահռելի հետահայաց, որ նայում եմ, մի քանի բան ինձ օգնեց, նախ COVID-ի մտածելակերպը մարդկանց թույլ տվեց լինել տանը եւ վստահ ասել, գիտեք ինչ, իրենց ղեկավարներին, ես չեմ գալու աշխատանքի, ուզում եք, ես տանից կաշխատեմ, այսինքն աշխարհը փոխվել է այս պահին գոնե, դա աշխատաշուկան թելադրում են աշխատողները հիմա, ոչ թե գործատուները, աշխատողները քմահաճ են դարձել։ Եվ մեր մոտեցումը այդ լավ իմաստով քմահաճությունը բավարարում է, այսինքն եթե ուսուցիչը գտնվում է Սպիտակ քաղաքում, Գորիսում, Երևանում, փոխանակ ինքը խցանումների միջով գնա հասնի ինչ-որ մի տեղ էլի հետ գա, ինքը տանն է, տանից գիտենք բոլորս էլ ավելի հարմար է, իր թեյով, սուրճով նստում է եւ դասավանդում է։ Դա շատ հարմար է, այսինքն ես ինչ-որ հատուկ մի բան չեմ արել, որ մեզ միավորեմ, բայց հաշվի առնելով, որ ես 1, 2, 3, 4 տարբեր բիզնեսներ եմ արել, իմ կյանքը ինձ սովորեցրել է, որ եթե չես սիրում քո աշխատը, իրոք դուք չեք սիրում իրար, մեր առաջին մենք ունենում ենք տարեկան համերգներ, հավաքներ, որտեղ մենք բոլորով հավաքվում ենք, այս տարի անելու ենք ամսի 28-ին այգում, երաժշտությունը շփվում ենք, խաղում ենք եւ այլն, բայց ես մի բան ինձ բռնացրեցի հետեւյալի վրա, մենք որ իրար տեսնում ենք, մենք գրկա խառնվում ենք։ Հիմա պատկերացրեք մի հատ բանկի ղեկավար, ասենք որևէ անուններ չտալով, գնում է մարզ, մարզում մտնում է իր մասնաճյուղերից մեկը եւ այդ գանձապահին ասենց փաթաթվեն, մի ուրախանան, որ իրար տեսել են, ֆոտոներ անեն, ոգևորվեն, հաց ուտեն, ինչ-որ սենց, հա, օր անցկացնեն, այդպես բան չկա։ Սուբորդինացիա խիստ է դրված ամենը։ Որովհետև չոր ադմինիստրատիվ բյուրոկրատիկ է։ Մեր դեպքում ուսուցիչները իմ գոլեգաներն են, իմ ընկերները, ես իրենցից լիքը բան եմ սովորում, անկեղծ, ես իրենցից եմ սովորում եւ մեր հաճախորդներից այդ գիտելիքը հետո տարածում ենք իրար, այսինքն իրար օգնում ենք։ Ահա։ Մեր հարցերը շատ են, ես դիլթին կզիջեմ։ Իսկ ո՞րն է հաջողության գրավական, որ արդեն 50 երկրներում դուք ունեք այս։ Դե հայերը, որովհետև հիմա արդեն մեր հաճախորդների մոտ 10-15%-ը հայեր չեն, բայց ի սկզբանե, երբ որ COVID-ը հատկապես սկսեց, մեր գովազդ ասենք, այսպես սոցիալական հարթակներում, եթե Ճապոնիայում էր բնակվում հայ զանգարում էր մեզ, հիմա ունենք Աֆրիկայից հայ,
չգիտեմ, որտեղից ասես հայ ունենք, հայերը մեզ տեսան, հասկացան, հավատացին, իսկ մենք տվեցինք նրանց որակ, որովհետև ընտրում ենք շատ դժվար, մոտ հիմա այս պահին 300-400 դիմորդից մի հոգի անցնում։ Այ ոնց եք կարողանում ապահովել առցանց կրթության որակը։ Ինչն է այդ։ Գիտեք, հա, ես իմ դիտարկումը այսպեսին է, օրինակ, այս բացատրեմ կինոյի եւ թատրոնի տարբերությամբ, որ ձեզ համար ավելի հեշտ պատկերացնել լինի, տեսեք, ֆիլմում դերասանը կարող է մի քանի դուբլ ունենալ։ Սխալվել, նորից նկարահանվել, թատրոնում չի կարող։ Թատրոնում երբ որ դուրս եկար բեմ, քո խարիզման եւ քո արտիստիկ հնարավորություններով ես գերելու այդտեղ այս բանը նստածներին։ Այ on-line դասավանդումը լավ իմաստով նման է թատրոնին։ Եթե ուսուցիչը չունի այդ գերող, ժամանակին մենք այնքան դժվար բառեր ենք օգտագործում, զգլխիչ, բան չէ, ինչ որ լիքը հոմանիշներ կան, բայց եթե իրոք չունի այդ հաճելի ներկայությունը էկրանին, աշակերտը չի սպասելու։ Դե հա։ Այդ դա ամենակարևոր բաներից մեկն է, բնականաբար պիտի լավ մասնագետ լինի, որ կարողանա դասը վարի, բայց on-line դաս վարելու համար դու պիտի կարողանաս օգտվել ժամանակակից բոլոր գործիքներից։ Մենք տեսնում ենք, թե արտասահմանում ինչքան տարբեր մեթոդներով են դասատուները, ուսուցիչները փորձում։ Դասատու բառ ես իրականում ավելի ուսուցիչը ես ավելի շատ եմ սիրում, թույլ տվեք ասել։ Ինչ տարբեր մեթոդներ են կիրառում աշակերտներին սովորեցնելու խաղերի միջոցով։ Ֆիզիկայի ուսուցիչներ կան, ովքեր որ ամենատարբեր հնարքներն են անում, որպեսզի երեխաներին ներգրավեն։ Այո, հետաքրքրի դասավանդում։ Մենք էլ ենք նման բարդություններով գնում, օրինակ նկարչության ուսուցչուհիները 3 կամերա են դնում, դաշնամուրի ուսուցիչները 2-3 կամերա, մատների վրա են կամերաներ դնում, մատի մեջքի վրա, ջութակի ուսուցիչները այնպիսի կամերա են դնում, որ Վերջը պետք է հետաքրքրել տեսնես։ Իսկ ԱՄՆ-ի մարդկանց ուսուցման ձեր փորձը ինչքանով օգնեց այս ամեն ինչի կայացմանը։ Որպեսզի հերոսատողը պատկերացնի, մենք հասկացանք, որ ամեն երկրորդ դիմորդը ունի մաթեմատիկա սովորելու խնդիր։ Այսինքն եթե երեխան եկել է հայերենի, ծնողը ասում է, իսկ մաթեմատիկա, այո, եկել է շախմատ մաթեմատիկա, այսինքն որևէ բան պլյուս մաթեմ ու շուտով 1 տարի անց մենք տեսանք, որ մեր 50% աշակերտները մաթեմատիկա են սովորում։ Եվ դա մեզ տվեց իդեա, միտք, որ մեզ պետք է ստեղծել այնպիսի մաթեմատիկայի դպրոց, որ երեխաները սիրեն։ Ու իմ գոլեգաների արդեն իմ դասատուների մեր կոլեկտիվի լավագույն ուսուցիչների հետ եւ մեկ հոգել ԱՄՆ-ից, որպեսզի համաշխարհային լինի այս մեր ստեղծածը, մենք ստեղծեցինք մաթեմատիկայի on-line հարթակ։ Դա սա FIBA մաթեմատիկայի դպրոցի գաղափարի մասին է։ Ոնց որ ինքը դասատուից ծնվեց, էլի այսպես։ Իսկ ասա։ Չէ։ Ես ուզում եմ, որ դուք մեզ բացատրեք, թե 21-րդ դարում որոնք են որակյալ կրթության հիմնական նախադրյալները։ Ոյ, այնքան դժվար է, որովհետև եթե իսկապես նայենք 21-րդ դարին հիմա արհեստական բանականության ժամանակաշրջանում, մասնագետները ասում են, որ երեխաներին պետք է տալ 3 կարևոր բան, եւ ես դա կարող եմ ձեզ համար թվել։ Առաջինը ստեղծագործ մտածելակերպն է, որովհետև արհեստական բանականությունը դա դեռ չունի։ Ահա։ Երկրորդը դա ինտուիցիան է։ Ահա։ Որպեսզի ձեր երեխան կարողանա ուրիշ ձևի պատկերացնել աշխարհը։ Իդեպ փիլիսոփաներ կան, որ ասում են ինտուիցիան դա կորսված մտածողության ձև է, որովհետև հազարամյակներ առաջ մարդիկ միայն ինտուիցիայով են կարողացել, լոգիկա չի եղել, չեն հասկացել ինչ է աշխարհը բան, եւ ինտուիցիան միակ եւ ամենակարևոր մտածելակերպն է եղել հին ժամանակ, եւ երրորդը դա ապրումակցումն է։ Ուզում եմ ասեմ մի քիչ միգուցե ձեզ համար այլ կերպ եմ պատասխանում, բայց եթե երեխան ունենա ապրումակցումը նրա համար, որ իրենք երջանիկ լինեն, այդպիսի ապացուցված տեսություն կա, որ ինչքան քո ապրումակցումը շատ է, այդքան դու ավելի երջանիկ ես, զարմանալի է։ Այսինքն եթե դու օրինակ այդ ամերիկյան այդ սերիական մարդասպանները բան, իրենց որ հարցնում են իսկ ինչու դու սպանեցիր 50 աշակերտ, ասում է, հա ինչ ա որ։ Այսինքն իրենց սրտում, մտքում, հոգում իրենք երբ որ սպանում են, իրենք չեն զգում որևէ ցավ դիմացինի համար։ Եվ հետաքրքիր է, որ լավ դերասանն էլ երբեք չի կարող լինել առանց ապրումակցման զգացողության։ Դե իհարկե։ Այսինքն գլխավոր հիմքը էմպաթիան է դերասանը։ Այո։ Ես համաձայնեցի քեզ հետ։ Սամվել ջան, շատ շնորհակալ ենք։ Ձեր նախաձեռնության հրաշալի, այո, ծրագրի հաջողություններ ենք մաղթում։ Ես կուզեի ավելացնել, որ հիմա ես Երևանում եմ, որովհետև մենք Երևանում բացել ենք մաթեմատիկայի դպրոց, մեր առաջին մասնաճյուղը Երևանում է,
արդեն իսկական իրական որ երեխաները կարող են գալ, հաճախել եւ շատ ուրախ ենք, որովհետեւ շատ մեծ արձագանք գտավ։ Մեր ուսուցումը համակարգիչներով է, խաղերով, վիդեոներով, իհարկե նաեւ ուսուցչով, ներկայությամբ եւ առաջնորդությամբ եւ պլանավորում ենք այս մոդելը կրթական տանել ամբողջ աշխարհով մեկ եւ հպարտորեն դա վաճառել կամ ներկայացնել որպես հայկական կրթական ծառայություն։ Հիմա պիտի խնդրեմ մի հատ շատ հստակ քայլերով ասել, թե ինչպես գանձեր դպրոց գրանցվեն ձեզ մոտ։ Երևի պետք է այցելեն մեր Facebook-ի էջը կամ մեր վեբկայքը, որ կոչվում է FIBO, գրվում է FIBO։ FIBO School Armenia, դա Հայաստանի այսպես բանն է Facebook-ով։ Երբ որ մեզ դիմեն, մենք իրանց տալու ենք on-line հայտ։ Հայտի լրացնելուց հետո երեխան գալիս է մեզ մոտ տեստ է հանձնում, որ մենք հասկանանք, որ խմբի հետ է ինքը ընդհանրություն գտնելու եւ դրանից հետո հարցազրույց երեխա եւ ծնողի հետ։ Հրաշալի։ Ես վստահ եմ, որ շատ հեռուստադիտողներ լսեցին այս ամենի մասին ու կլինեն մարդիկ, ովքեր որ կդիմեն, չնայած Սամվելը սկզբում նշեց, որ արդեն հայտադիմորդները այնքան շատ են, որ էլ տեղ չկա։ Բայց ամեն դեպքում դիմեն, գուցե ձեր բախտը բերի, Գուցե Սամվել ջան, շատ շնորհակալ ենք հյուրընկալվելու համար ու շատ շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար, ձեզ հաջողություն ենք մաղթում։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, շարունակենք ու այս պահին գովազդներ եթերում։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադառնում ենք տաղավար ու սիրով ներկայացնենք մեր գործընկերոջը։ Յուրաքանչյուրքին ցանկանում է մշտապես ունենալ խնամված, գեղեցիկ եւ երիտասարդ մաշկ։ Ռուտինը բժիշկ Սիրոն Մինասի եւ նրա թիմի կողմից ստեղծված ամենօրյա խնամքի ապրանքանիշ է, որի շնորհիվ առավոտյան ինքնախնամքը վերածվում է հաճելի արարողության եւ ապահովում մաշկի բնական փայլը ու առողջ տեսքը ամբողջ օրվա ընթացքում։ Ռուտին BBS PF30 քսուկը իր մեջ ամբողջացնում է մաշկի խնամքը, պաշտպանությունը ու նուրբ ծածկույթը։ Հիանալի տարբերակ է զբաղված առավոտների համար եւ միանգամից լուծում է մի քանի խնդիր, պարունակելով նիացինամիդ, վիտամին C եւ E, ունի միատոն երանգ, խոնավեցնող ազդեցություն, ինչպես նաեւ լայն սպեկտրի պաշտպանություն SPF30։ Ռուտին BBS PF30-ը ունի 3 հարմարվող երանգ, չթողնելով ոչ մի սպիտակ հետք, ոչ մի ծանրություն, մաշկին հաղորդելով միմիայն հավասար տոն եւ բնական փայլ։ Սա նշանակում է, որ քսուկը հարմարվում է ձեր մաշկին առանց ճարպոտ փայլի, առանց ծանր շերտի եւ ասեմ, որ այն եւ խնամքի եւ կոսմետիկ հրաշալի միջոց է, ինչն էլ ապահովում է մաշկի առողջ փայլը ամբողջ օրվա ընթացքում։ Շարունակենք մեր եթերը, սիրելի հեռուստադիտողներ, եւ ինչպես ասացինք, այսօրվա թեմաները շատ են եւ այս պահին ես ուզում եմ ներկայացնել մեր հրաշալի հյուրերին, ովքեր տաղավարում են արդեն ինձ հետ միասին։ Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը Տոկիոյում կկայանա շոտոկա կարատեի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ մեր հրաշալի մարզիկները։ Ինչպես միշտ հաղթական տրամադրությամբ ու ողջավորությամբ ճանապարհելու ենք մեր մարզիկներին, իսկ մինչ այդ հետաքրքիր զրույց կունենանք հենց նրանց հետ, մեր հյուրերի հետ, ինչպես այս կարևոր առաջնության, այնպես էլ առաջիկա մրցաշարերի մասին։ Դե ինչ ներկայացնեմ իմ հյուրերին, տաղավարում են աշխարհի շոտոկան կարատեի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Սև գոտի 6-րդ դան Ալբերտ Թևատրոսյանը, ես ներողություն, մի փոքր բարդ ազգանուն էր, 2023 թվականի աշխարհի առաջնության շոտոկա կարատեի արծաթե մեդալակիր Ջեսիկա Սարգսյանը, բարի առավոտ, եւ բրոնզե մեդալակիր Հայկ Ղարիբյանը, բարի լույս Հայկ եւ Անի Աթանեսյանը։ Բարի առավոտ, շատ շնորհակալ ենք մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Նախ կխնդրեմ, որպեսզի դուք պատմեք, թե ինչ ճանապարհ եք անցել մինչեւ աշխարհի առաջնություն մեկնելը։ Սա մեր հերթական առաջնությունն է, աշխարհի առաջնություն 17-րդ շոտոկան կարատեի առաջնությունն է, այս անգամ մասնակցում ենք 16 մարզիկով։ Վերջի 2 տարին պատրաստվում ենք կանոնավոր մարզումներ, հավանաբար ամենօրվա մարզումներ ենք անում, մեծահասակներով ենք անում, շաբաթական 1-2 օր մեծահասակներով ենք անում։ Խմբում կան եւ վետերան կատեգորիայի մարզիկներ եւ պատանիներ, հավանաբար շատ երկար տարիների փորձ ունեցող մարզիկների մասին է խոսքը, որ մասնակցում են։ Փաստորեն այս անգամ մեկնում եք 16 մարզիկների հետ միասին Տոկիո, Ճապոնիա, այ ինչ մրցություն է սպասվում մարզիկներին։ Երեխաներին արդեն ես տեսնում եմ մեր փոքրիկ գեղեցկուհուն արդեն պատրաստվել է վստահաբար մրցույթին, ինչ մրցություն է սպասվում նրանց։ Սպասումները շատ են, որովհետև քանակը այս անգամ ավելի շատ են գնում։
իշնորհել մեր կազմակերպության նախագահի Մարկոս Ղարեբյանին, քանի որ ամբողջ ֆինանսական ծախսը հոգումանա եւ սպասումները շատ են, որովհետեւ մենք մեր վրա շատ մեծ պարտականություն ենք դրել, որպեսզի արդյունքներով հետ գանք, մեդալներով հետ գանք, ինչպես անցած անգամները գնացել մասնակցել ենք։ 22 թվականին ունեցանք ոսկի, ոսկի, բրոնզ, նաև 24 թվականին ունեցանք, 23 թվականին ունեցանք, կներեք, եւ այս տարի նախատեսում ենք, քանի որ ավելի շատ ենք մասնակցում, կրկնակի մասնակցություն ունենք այս տարի, եւ ոսկի եւ մնացած մեդալները կանոնենք 16 հնարավոր 16-ից 16-ն է, այսինքն քանի մրցութային փուլ կա այսպես ասենք, ես քանի որ մեծ փորձ ունեմ մասնակցության, ես արդեն գիտեմ բոլոր մասնակիցներին, որ երկրում ովքեր կան, բացառություններ կարող են լինել, ասենք նորեկները, որ չեն ճանաչում, բայց ինձ թվում է մի քանի մրցանակային տեղով մենք գալու ենք։ Ընտիր, մենք ձեզ հաջողություն ենք մաղթում, վստահ հենց վերադառնանք, մենք անպայման ձեզ նորից կհյուրընկալենք, որ արդեն ոսկե մեդալներով այստեղ մեր տաղավարում լինեք։ Ես հիմա ուզում եմ հենց մեր փոքրիկ գեղեցկուց հարցը սկսենք, զրույցը սկսենք, ոնց ընտրեցիր կարատեն առհասարակ, ինչպես եղավ այդ ընտրությունը։ Հայրիկը կարատեի մարզիչ է։ Ահա, դե այ խնդրում եմ պատմի։ Ես փոքր ժամանակ գալիս էի հայրիկիս դահլիճ, նայում էի ոնց են բոլոր երեխեք պարապում, ինձ էդի 3 տարեկանից արդեն դուր էր եկել։ 3 տարեկանից արդեն հասցրել էիդ ոգևորվել կարատեով։ Ահա, հրաշալի։ Երբ հայրիկս տեսա, որ ես անկյունում փորձում եմ վարժությունները անեմ, կրկնեմ, ինձ ուղարկեց Սենսեյ Ալբերտի մոտ պարապմունքների։ Հրաշալի։ Ջեսիկա, դուք ոնց ընտրեցիք։ Հավանաբար դուք արդեն որքան ժամանակ է մարզվում։ Արդեն 10 տարի է պարապում եմ։ 10 տարի կարատեում եք, հրաշալի։ Ջեսիկային լավ ճանաչում են աշխարհի առաջնություններում։ Ու վախենում են։ Վերջի աշխարհի առաջնությունում երկրորդ մրցանակային տեղ ունի եւ այս անգամ պետքա պայքարենք առաջի տեղի համար։ Անպայման մենք հաջողություն ենք մաղթում եւ ձեզ Ջեսիկա։ Ասացիք 10 տարի արդեն մարզվում եք։ Իմ հայրն է իմ մարզիչը հենց։ Բոլորի փաստորեն ծնողներից է ծնողներից կազմակերպության ղեկավարի Մարկոս Ղարեբյանի տղան է։ Դե էլ չենք հասնում ոնց, արդեն պարզ է։ Ընտանիքները մենք կապնված ենք բոլորս, էլի ընտանիքներով այնքան շատ ենք ես միջոցառումներին մասնակցել, ասենք որ ծնողները մարզիչները մի մասը, ասենք սիրում են կարատեն։ Դրա համար էլ, բայց բացի դա, նաև սիրելով ես, չէ՞ վստահ եմ մասնակցում դասերին։ Իսկ ընկեր Ալբերտի հետ, Սենսեյ Ալբերտի հետ հեշտ են դասերը, պարապմունքները։ Դե Հանրապես շատ ենք աշխատում, քրտում ենք, բայց ընդհանուր հեշտ է, հա։ Տանջվում եք, որ լավ արդյունքի հասնեք։ Այո։ Եկեք ես էլ ձեզ ասեմ, Սենսեյ Ալբերտ, ոնց եք այսօր Հայաստանում գնահատում այս մարզաձևի զարգացումը։ Ընդհանուր կարատեն մեծ զարգացում ունի Հայաստանում, մեր մոտ եւ քանի որ այս մասնագետն եմ, ես այս մարտարվեստի, տեսնում եմ, որ մնացածները բոլորը զարգացում ունեն, պարզապես պետքա հասկանանք, որ սա ոչ թե մենակ մարտարվեստ է, այլ դասերակցություն է երեխաների, ոնց որ մենք կրկնակի դասերակցություն ենք տալիս ծնողներից հետո, եւ որը որ մեր հասարակությանը շատ կարեւոր է, պետքա կանա, փոխանակ զբաղվեն ուրիշ բաներով, զբաղվում են իրենցով։ Այստեղ Հայաստանում ես լսել եմ շատ-շատերի մասին, կարատեի դպրոցների, ինչ առաջնություններ են կազմակերպվում Հայաստանում, այդ ոլորտում ինչ հաջողություններ։ Ամեն ինչ հիմա մենք գնանք աշխարհի առաջնություն դրանով ենք տրամադրված աշխարհի առաջնությանը, թե ինչ արդյունքներ կունենանք, որովհետև ամբողջ միտքներս մեր կազմակերպության եւ մարզիչների եւ մեր նախագահի եւ մեր ովքեր որ պատասխանատու են տեխնիկական մասի համար մեր ներուժը դրել ենք որպեսզի այնտեղից կարողանանք արդյունք բերենք ովքեր որ արդյունքներ կբերեն իրենք կապահովեն իրենց մասնակցությունը UKF-ի աշխարհի միացյալ կարատեի առաջնությանը աշխարհի առաջնությանը մյուս տարի, որը տեղի կունենա Ռումինիայում։ Դրա վրա ենք աշխատում, իսկ ծրագրերից հետո, որ աշխարհի առաջնությունից հետո ես գիտեմ, որ վերադառնալու եք էլի կարևոր մրցաշար ունենք, արդեն 14-րդ Երևան Open-ը, հայկական բրենդ դառած Երևան Open-ը, որը իր մասնակցությամբ աննախադեպ է լինելու 12 երկիր կմասնակցեն եւ առաջի անգամ Հայաստան կժամանեն Սաուդյան Արաբիայի թիմը եւ պարաօլիմպիական թիմը, այնտեղ որ ասենք
մարզիկները ովքեր գնում են օլիմպիական խաղերի պարաօլիմպիական, որ ասենք իրանք առողջական խնդիրներ ունեն, դրանց նաև կմասնակցի Եգիպտոս, Վրաստան, Հայաստան, Պարսկաստան, Իրաք, Ուզբեկստան, Ղազախստան, Նեպալ, Ռուսաստան, բավականին Ֆրանսիա, արդեն հնչեղություն ունեցող անուն է Երևան Open-ը եւ բոլորը իրենց հոժար կամքով դիմել են մեզ որպեսզի մասնակցեն դրան ենք պատրաստվում Անի արդեն մարզումների վերջին փուլում ես հավանաբար որովհետեւ ես գիտեմ որ վաղը մեկնում եք վաղ առավոտյան մեկնում եք Ճապոնիա ինչ ակնկալիքներ ունես դու ըստ քեզ ինչ մեդալ ես բերելու Ես վստահ եմ, որ առաջին տեղի մեդալ եմ բերելու։ Ես ամբողջ համար հանգստանալու փոխարեն պարապում եմ։ Ես մենակ պարապում եմ ու ես հավատում եմ, որ ես առաջին տեղ եմ բերելու։ Ինչքան մոտիվացիա կա նրա աչքերում, ես վստահ եմ, որ դա ձեզ երեխաները բոլորը պարապել են եւ մենք մարզիչներս անգամ երեխաները կամ որ շրջաներում են, գյուղերում են, չենք զլացել, շաբաթը 1-2 անգամ գնացել ենք այնտեղ, որպես երեխաները մարխնդիր չեն գալ, գնացել ենք, զբաղվել ենք երեխեք հետ եւ իրանց դահլիճները մեն են իրանք զբաղվել։ Հրաշալի։ Հայկ, դու ինչ ակնկալիքներ ունես մրցույթից։ Դե 2023 թվականին որ բրոնզ են վերցրել, այս անգամ ավելի շատ են պարապել ու հույս ունեմ, որ ավելի մեծ մեդալով, այո, ոսկին անպայման քոնը կլինի։ Ոսկին եք մաղթում որ լինի։ Երեխաներից անգամ ընդհանուր մեր թիմը լավ պատրաստված է։ Ես զգում եմ արդեն, ես անի աչքերից Հայկի, Ջեսիկայի։ Ջեսիկա, դուք արդեն ունեք ոսկի։ Արծաթ, ներողություն, ունեք արծաթ։ Այս անգամ գնում եմ հստակ ոսկու հետևից։ Հրաշալի է, սիրելի հեռուստատողներ, ինչպես հասկանում եք, մեր մարզիկները այս անգամ բոլորը գնում են ոսկու հետևից։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում, քանի որ սիրելի հեռուստատողներ վաղ առավոտյան մեկնում են, ձեզ, ինչպես ասում են, թեթև թռիչք եւ բարի վայրեր Ճապոնիայում։ Մենք էլ կփորձենք, որ նորից էլի գանք ձեր մոտ, այս անգամ արդեն մրցանակային տեղերով։ Ես ուզում եմ այնպես գաք, որ այս սեղանի վրա չտեղավորվեն ոսկե մեդալները, որովհետև 16 մարզիկ, 16 ոսկի էլ որ բերեք, մեզ լրիվ հերիք է։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, շատ շնորհակալ եմ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այս պահին մենք շարունակենք մեր եթերը եւ հավանաբար տեղափոխվենք խոհանոց, որովհետև Սաթը, այո, արդեն հասել է խոհանոցային վերջին փուլին, Սաթ ինչ կներկայացնես մեզ, ինչ է իրականում դու տեսար այն պահը, որը հանում էի, հանեցի, որպիսի փայտիկները վրայից հանեմ, բայց նորից տեղավորեցի ջեռոցի մեջ։ Այսօրվա իմ առաջարկած բաղադրատոմսը ունի պատմություն, որը առողջության համար է նախատեսված։ Պատրաստված է սիրով, սպունգ, լոլիկ, միս, համեղություն, սեր, համեմունքներ, այսպիսին է, ես կուզեի պարզապես դնել ափսեի մեջ ձեզ ցույց տալ, ինչպես պետք է մատուցեք, փորձում ժամանակի մեջ արագ տեղավորվել եւ փոխանցել խոսքը մեր ավետին եւ վրան հյութ, այսպիսին, տաք է դա, մեծ բարի ախորժակ, իսկ եթե ձեր ախորժակը բացվեց, կարող եք անպայման պատրաստել եւ վայելել, շնորհակալ ենք, որ ձեր օրը սկսեցիք մեզ հետ, կհանդիպենք վաղը, հաջողություն Շատ շնորհակալություն, Սաթ ես արդեն չեմ համբերում, թե երբ եմ համտեսելու այդ համեղագույն նախաճաշը։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես հասկացաք, այսօրվա ընթացքում մենք շատ թեմաների անդրադարձանք, մարզիկներ, մշակութային նորություններ, ֆիլմեր, ամեն ինչ, ամեն օրվա մեր եթերը հենց այսպիսին է, հագեցած, դրական էմոցիաներով լի։ Ես ձեզ մաղթում եմ հաջողություն, դրական օրվա շարունակություն, մոտիվացված, ինչպես մեր մարզիկներն էին, ովքեր քիչ առաջ մեր տաղավարում էին։ Դե ինչ, ձեզ մաղթենք հաջողություն ու ասենք, որ կհանդիպենք վաղը։ Առողջ մնացեք եւ լավ եղեք։